Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1520-րդ օրն է։ Շատ հետաքրքիր լուրեր ունենք ձեզ համար եւ ռազմաճակատից եւ քաղաքական ճակատից։ Մինչ Տուապսեն շարունակում է գեղարվեստորեն այրվել, Ուկրաինայի հարվածները Ռուսաստանի կարևոր օբյեկտներին դառնում են ավելի լայնածավալ ու հասնում են ավելի հեռու թիրախների։ Արդեն երրորդ ռուսական նավթավերամշակման գործարանը մեկ շաբաթվա ընթացքում կանգ է առել բարի դրոնների հարձակման պատճառով։ Խոսքը Նովակույբիշևսկի, Տուապսեի եւ Սիզրանի նավթավերամշակման գործարանների մասին է։ Ընդհանուր առմամբ տարեսկզբից առնվազն 6 նավթավերամշակման գործարան է դադարեցրել վառելիքի արտադրությունը դրոնների հարվածների պատճառով։ Դրանց թվում են Նիժնի Նովգորոդի մարզի Նորսին եւ Լենինգրադի մարզի Կինեֆը, որոնք մտնում են Ռուսաստանի հզորագույն գործարանների լավագույն հանգյակի մեջ։ Բենզինի արտադրության նոր ճգնաժամի վտանգի պատճառով, որը սպառնում է երկրին ցանքսի նախաշեմին, Ռուսաստանի կառավարությունը որոշել է խստացնել վերահսկողությունը նավթավերամշակման գործարանների նկատմամբ։ Այսուհետ նրանք էներգետիկայի նախարարությունից կստանան վառելիքի արտադրության եւ առաքման պարտադիր պլաններ, ինչպես նաեւ պարտավոր են զսպել լցակայաններում գների աճը արդեն իսկ գնաճի սահմաններում։ Համաձայնեք, որ Կրեմլի այս ջղաձիգ քայլերը ծիծաղելի են թվում սեփական արտադրությունը պաշտպանելու անկարողության ֆոնին։ Եթե ցանքսը թեկուզ մասամբ տապալվեց, ապա Ռուսաստանը նոր խնդիրների առաջ կկանգնի, գուցե սովի կամ դեֆիցիտի հասնի, հաշվի առնելով երկրի դեգրադացիան։ Իդեպ, ըստ դեռևս չհաստատված տվյալների, Ռուսաստանը մտադիր է բենզին նույնիսկ ներկրել արտերկրից։ Այս մասին խոսում են անկախ տնտեսագետները, բայց ես դեռ հաստատվող տվյալներ չեմ գտել։ Սպասենք, սակայն ակնհայտ է, որ Ուկրաինայի հարվածների ֆոնին վառելիքի վիճակը Ռուսաստանում միայն վատթարանալու է։ Դեռ վերջերս նույն անկախ ռուս տնտեսագետները ասում էին, որ Ռուսաստանը ստիպված կլինի փակել նավթահորերը։ Մեկ ամիս առաջ դա անհավանական էր թվում շատերին, բայց այսօր արդեն փաստ է էներգետիկ ենթակառուցվածքներին հասցված հարվածները հանգեցրել են նրան, որ Ռուսաստանը ստիպված է կրճատել արդյունահանումը եւ կոնսերվացնել հորատանցքերը։ Նավթավերամշակման գործարանների եւ արտահանման տերմինալների վրա, օրինակ Ուստ-Լուգայում եւ Պրիմորսկ նավահանգիստներում հարձակումների պատճառով նավթի վերամշակումը երկրի ներսում եւ դրա արտահանումը դանդաղել են, քանի որ պահեստարանները արագ լցվում են, նավթագործները ստիպված են փակել ծորակները հենց հանքավայրերում։ Փորձագետները նշում են, որ հորատանցքերի կոնսերվացումը ցավոտ գործընթաց է։ Խորքային հորերը հաճախ լցնում են հատուկ լուծույթներով եւ երկարատև պարապորտից հետո դրանք նախկին արդյունավետությամբ շահագործման հանձնելը չափազանց դժվար է կամ նույնիսկ անհնար։ Ըստ Բլումբերգի տվյալների 25 թվականին շահագործվող հորատման ծավալները նվազել են, հասնելով վերջին 3 տարվա նվազագույնին։ Սա նշանակում է, որ ոլորտը ոչ միայն փակում է հին հորատանցքերը, այլև ավելի քիչ նորերն է գործարկում։ Բացի նավթավերամշակման գործարաններից դրոնների հարձակման են սկսել ենթարկվել նաև անմիջապես արդյունահանման վայրերում գտնվող օբյեկտները։ Ես ձեզ բազմիցս հայտնել եմ այդ մասին, կհիշեք հատկապես հաճախ Կասպից ծովի հանքավայրերին էին հասցվում հարվածներ։ Ընդհանուր առմամբ իրավիճակը այնպիսին է, որ նավթի ավելցուկը, որը չեն հասցնում վերամշակել կամ արտահանել վնասված լոգիստիկայի պատճառով, ստիպում է ընկերություններին համակարգված կերպով նվազեցնել Ռուսաստանի ընդերքից նավթի արդյունահանման ծավալները։ Այժմ ներկայացնեմ մեր հարվածների մասին նորությունների առաջին բլոկը։ Ուկրաինայի պաշտպանության ուժերը ապրիլի 22-ի գիշերը հարձակումներ են իրականացրել մի շարք ռուսական օբյեկտների վրա, այդ թվում բռնակցված Ղրիմում։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։ Մասնավորապես խոցվել է Սևաստոպոլում Սևծովյան նավատորմի ռազմական նավերի շարժի կառավարման Ստրիլեցկի կետը։ Նաև ըստ Գենշտաբի տվյալների ուկրաինական զորքերը հարվածել են դրոնների կառավարման կետերին Ռուսաստանի Կուրսկի մարզի Կարավիակովկա եւ Տյոտկինը բնակավայրերի շրջանում։ Բարի դրոնները նաև անցել են 1200 կիլոմետր եւ հարված հասցրել Սամարայի մարզում գտնվող Ռոսնեֆտ ընկերության նավթավերամշակման գործարանին։ Սամարայի մարզպետ Վիչեսլավ Ֆեդորիշչևը հաստատել է, որ ապրիլի 22-ի գիշերը տարածաշրջանի ռազմավարական օբյեկտները ենթարկվել են օդային հարվածների, մասնավորապես Սիզրանի շրջանում։ Օսինտ վերլուծաբանները կարծում են, որ ռուսական հոպի, այդ թվում ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների վատ աշխատանքի հետևանքով
վնասվել են բնակելի շենքեր։ Իդեպ Տուապսեի մասին ավելացնեմ եւս մի քանի բառ, այնտեղ թթվային անձրևներն արդեն ծածկել են Պուտինի նստավայրը, կիսլոտնե դաժձի իրենց լեզվով, իսկ Տուապսեի ծուխը հասել է Սոչի, անձրևների հետ միասին գետնին են թափվում ոչ ամբողջությամբ այրված նավթամթերքները։ Այս մասին հայտնել են տեղի բնապահպանները, հրապարակելով բնակիչների կողմից արված լուսանկարները։ Ըստ նրանց գնահատականի, հետագայում ծխի գոտին կարող է տարածվել նաև Կրասնոդարի վրա, իսկ չէ որ հենց Սոչիում է գտնվում Պուտինի գլխավոր եւ ամենասիրելի նստավայրերից մեկը Բաչարով Ռուչեյը, որտեղ ըստ նոր տվյալների նաև նոր բունկեր կա։ Հրդեհների ծուխը արդեն հասել է Արմավիրի եւ Ստավրոպոլի արվարձաններ։ Այժմ աղտոտված օդը ֆիքսվում է նաև Սևծովյան ափի այլ շրջաններում։ Չդադարող հրդեհի ֆոնին տարածաշրջանում էկոլոգիական վիճակը արագորեն վատթարացել է, շատերը արդեն աղետ են անվանում ու մեղավորներ փնտրում։ Տեսնես մտքներով կանցնի Պուտինին մատնանշեն, թե իրենք էլի շուրջ բոլորը կպտտվեն, բայց կվախենան մեղավորի անունը տալ։ Բնապահպանները, ովքեր անանուն մնալու պայմանով մեկնաբանել են իրավիճակը լրատվամիջոցներին, զգուշացրել են, որ ծուխը վտանգավոր է այն տարածքների համար, որոնց վրայով անցնում է, ինչպես նաև տեղի բնակիչների առողջության համար։ Իդեպ մենք գիտենք, որ այդ շրջաններում շատ հայեր են նաև ապրում, երևի նրանք էլ ժամանակին իմ նախազգուշացումներից հետևություններ չեն արել։ Դե ինչ ասեմ, իմը ասելն է, իսկ ով հավատաց երևի գլխի ճարը տեսել է, իսկ ով ոչ, միգուցե հիմա սկսի հավատալ, ոչ թե մեկնաբանություններում հակաճառել։ Բնապահպանների խոսքով նավթամթերքի մի մասը լիարժեք չի այրվում, իսկ հետո տեղումների հետ միասին թափվում է գետնին։ Այսպիսի իրավիճակ արդեն նկատվում է Տուապսեում եւ կարող է կրկնվել այլ շրջաններում։ Բացի այդ, ջրի կաթիլների մեջ լուծվում են թերի այրման թունավոր մասնիկները, ինչն այդ տեղումները դարձնում է առողջության համար ծայրահեղ վտանգավոր։ Այրման ժամանակ օդ են թափանցում ազոտի եւ ծծումբի օքսիդներ, որոնք մթնոլորտում վերածվում են թթուների եւ այնուհետեւ թափվում տեղումների տեսքով։ Չորեքշաբթի առավոտյան Սոչիում արդեն անձրև էր գալիս, իսկ տեղումներ սպասվում են նաեւ Տուապսեում եւ Գարյաչի Կլյուչում։ Հիմա մի պահ կխնդրեմ ընձեռնել մեր եթերը լայքելու համար, անցած եթերում տեսա, որ շատ եք օգնել, եկեք ավանդույթ սարքենք, սա YouTube-ի ալգորիթմների համար է, գիտեք, շնորհակալ եմ, որ արձագանքեցիք խնդրանքիս։ Իսկ մինչ Թրամփն իր հակասական հայտարարություններով զվարճացնում կամ տխրեցնում է համաշխարհային քաղաքական հանրությանը, Իրանի իսլամիստական ռեժիմի մնացորդները մրցում են հռետորաբանության մեջ, փորձելով համոզել աշխարհին, որ իրենք ավելի ուժեղ են, քան Ռուսաստանն ու Չինաստանը նույնիսկ։ Նրանց խոսքով ոչ մի երկիր, նույնիսկ Չինաստանը եւ Ռուսաստանը, չի կարողացել դեմառդեմ դիմակայել Միացյալ Նահանգներին, ինչպես Իրանը։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Հոջա Թոլեսլամ Նաբավյանը։ Իրանական կողմը փորձում է հռետորաբանությամբ հետ չմնալ Թրամփից, տարածելով մշուշոտ նորություններ եւ սեփական հաղթանակը պատկերելով, սակայն ըստ Axios պարբերականի աղբյուրների տվյալների, իրանական էլիտայի ներսում սուր պառակտում է առաջացել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինվորականների եւ քաղաքացիական բանակցողների միջև։ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին գրեթե կապի դուրս չի գալիս, իսկ հակամարտող կողմերը նրա հետ ուղիղ շփման հնարավորություն չունեն։ Սա հանգեցրել է մի իրավիճակի, երբ դիվանագետների ձեռք բերած պայմանավորվածությունները արգելափակվում են զինվորականների կողմից։ Այս ֆոնին Դոնալդ Թրամփը ասում է, որ չի շտապում վերջ դնել հրադադարին։ Դե գիտեք, տարաձայնություններն ի հայտ եկան Իսլամաբադում բանակցությունների առաջին փուլից հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչները գեներալ Ահմադ Վահիդիի գլխավորությամբ հրաժարվեցին կատարել նախկինում համաձայնեցված պայմանների մի մասը, ավելի ուշ զինվորականները չաջակցեցին Իրանի արտգործնախարարի հայտարարությանը Հորմուզի նեղուցը բացելու պատրաստակամության մասին։ Արդյունքում բանակցությունների երկրորդ փուլը հայտնվեց վտանգի տակ, ամերիկյան պատվիրակության թռիչքը չեղարկվեց վերջին պահին։ Սպիտակ տանը դիտարկում էին երկու սցենար՝ ճնշման ուժեղացում, ընդհուպ միջև հարվածներ Իրանի էներգետիկի ենթակառուցվածքներին կամ դիվանագիտության շարունակում։ Արդյունքում Թրամփը ընտրեց երկրորդ տարբերակը եւ երկարաձգեց հրադադարը։ Ամերիկացի պաշտոնյաները Իրանում պառակտման խորացումը կապում են Իսրայելի կողմից Ալի Լարիջանիի լիկվիդացման հետ, ով նախկինում համակարգում էր քաղաքական եւ ռազմական ղեկավարության փոխգործակցությունը։ Ըստ աղբյուրների գնահատականների, նրա հաջորդին չհաջողվեց պահպանել ազդեցության հավասարակշռությունը։ Այժմ
Ամերիկան եւ Պակիստանից ժամանած միջնորդները սպասում են, որ Խամենեին առաջիկա օրերին հստակ ազդանշան կտա բանակցություններին վերադառնալու մասին, հակառակ դեպքում ըստ աղբյուրների տվյալների ռազմական սցենարը կարող է նորից դրվել սեղանին։ Իդեպ զգում եք, որ երկարեց այդ Մոջթաբայի առեղծվածը, նրան կարծես դարձրել են վիրտուալ կառավարիչ, բայց դեռ հայտնի չէ կա նա իրոք թե ֆանտոմ են ուզում սարքել իրանցիները։ Իմ կողմից ավելացնեմ, որ նույնիսկ Թրամփի հայտարարած լիակատար շրջափակման տակտիկան մահացու է իրանական ռեժիմի համար, երկրում վերջանում են ռազմավարական պաշարները, օրերս իմ եթերում ես կարևոր մանրամասներ ներկայացրեցի այս թեմայով, իսկ Պակիստանի իշխանությունները դեռ հույս են պահպանում Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև երկխոսության վերսկսման հարցում, չնայած Պարսից ծոցում լարվածության նոր ալիքին, այս ֆոնին Թուրքիան դեռ շարունակում է իր ծառայությունները առաջարկել որպես միջնորդ, երևի թե Էրդողանը չի կարողանում մարսել, որ բանակցությունների առաջին փուլը Պակիստանի միջոցով կայացավ։ Իդեպ, ինչպես հայտնում է Reuters-ը, Ամերիկան Իրանի դեմ պատերազմում Ուկրաինայից օգնություն է խնդրել, Ամերիկայի զինվորականները ներդրել են ուկրաինական տեխնոլոգիաները ու դրոնների դեմ պայքարի փորձը Սաուդյան Արաբիայում իրենց ավիաբազայի պաշտպանությունը ուժեղացնելու համար Իրանի հարձակումների ֆոնին, ըստ աղբյուրների, Ամերիկան սկսել է օգտագործել ուկրաինական հակադրոնային տեխնոլոգիաները Սաուդյան Արաբիայի Արքայազան Սուլթան ավիաբազայում մի շարք հարձակումներից հետո, որոնք հանգեցրել էին տեխնիկայի ոչնչացմանը եւ զինծառայողի մահվանը։ Խոսքը SkyMap կառավարման համակարգի մասին է, որն ուկրաինական բանակը ակտիվորեն օգտագործում է դրոնների, մասնավորապես իրանական շահեդների հայտնաբերման եւ դրանց որսումը համակարգելու համար, նշում է Reuters-ը։ Աղբյուրները հավելել են, որ ուկրաինացի մասնագետները արդեն սովորեցնում են ամերիկացի զինվորականներին աշխատել այդ ծրագրով։ Հիշեցնեմ, որ մարտի 10-ին Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան Մերձավոր Արևելք է ուղարկել փորձագետների 3 թիմ, որոնք կօգնեն պայքարել իրանական դրոնների դեմ։ Ըստ Axios պարբերականի ուկրաինացի պաշտոնյաները մոտ 7 ամիս առաջ Ամերիկային առաջարկել էին իրանական դրոնների դեմ պայքարի իրենց մարտերում փորձարկված տեխնոլոգիան, սակայն այն ժամանակ Թրամփի վարչակազմը չհետաքրքրվեց այդ առաջարկով։ Մարտի 13-ին Թրամփը հայտարարեց, թե Միացյալ Նահանգները իրանական դրոնների դեմ պայքարում Ուկրաինայի օգնության կարիքը չունեն։ Մեջբերեմ, մենք դրոնների մասին գիտենք ավելին, քան որևէ մեկը, մենք աշխարհում լավագույն դրոններ ունենք, ընդգծել է Թրամփը Fox News ռադիոյին տված հարցազրույցում։ Մարտի 17-ին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան հայտարարեց, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում 11 երկիր դիմել է Ուկրաինային, խնդրելով օգնություն քաղաքացիներին օդային հարձակումներից պաշտպանելու հարցում։ Ըստ Սիբիգայի, այդ երկրներից մի քանիսը արդեն շնորհակալություն են հայտնել մեծ ցուցաբերած աջակցության համար։ Մարտի 20-ին Զելենսկին հստակեցրեց, որ Մերձավոր Արևելքում գտնվում են 228 ուկրաինացի փորձագետներ, նրանք աշխատում են այնպիսի երկրներում, ինչպիսիք են Քաթարը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Քուվեյթը եւ Հորդանանը։ Նախորդ եթերում ես կրկին նշեցի, որ այն տարածաշրջանից, որտեղ գտնվում է մեր Հայաստանը, նույնպես հետաքրքրություն կա ուկրաինական անվտանգության համակարգերի նկատմամբ եւ շատ կցանկանայի, որ Հայաստանը հետ չմնար տարածաշրջանի երկրներից այս հարցում։ Մինչդեռ Ամերիկայի տարբեր քաղաքական շրջանակներ բաց չեն թողնում Թրամփի վրա ճնշում գործադրելու եւ նրան քննադատելու առիթը։ Առողջական վիճակի պատճառով հրաժարականը միակ ելքն է Թրամփի համար նրա արտաքին եւ ներքին քաղաքականության, ինչպես նաեւ վարքագծի ֆոնին։ Այս մասին գրում է The Hill պարբերականը։ Հոդվածի հեղինակի կարծիքով Թրամփ այն բանի օրինակն է, թե ինչ է տեղի ունենում, երբ մարդուն տրվում է իշխանություն, որը շատ ավելին է, քան նրա բնավորությունը։ Թրամփի կառավարման դարաշրջանը պետք է հիշել որպես մի ժամանակաշրջան, երբ նախագահը գրավում է լրահոսի յուրաքանչյուր ցիկլ, ստեղծելով սկանդալներ, նրա իշխանությունը փլուզվում է, բայց նա ուժեղացնում է իր վրդովվեցուցիչ արարքները, որպիսի նորից ու նորից շեղի հանրության ուշադրությունը նախորդներից, ասվում է նյութում։ Մեջբերեմ, ընտրողները 2 անգամ Թրամփին հնարավորություն են տվել ուղղելու իր հեղինակությունը։ Ամեն անգամ նա միայն վատ թարացրել է իրավիճակը։ Նրա վերջին շանսն այժմ հրաժարական տալն է, պատճառաբանելով առողջական խնդիրները, գրում է The Hill-ը։ Իսկ Փարիզից հնչում են Պուտինի համար նոր բացասական նորություններ։ Ֆրանսիան Հունաստանին առաջարկել է ավիապարկի թարմացման լայնածավալ գործարք։ Առաջարկը նախատեսում է բոլոր Mirage 2000 կործանիչների փոխարինումը ավելի ժամանակակից Rafale-ներով։ Այս մասին հայտնում է ֆրանսիական մամուլը։ Առաջարկի էությունը կայանում է նրանում, որ Հունաստանը ըստ գործարքի պայմանների պետք է իր Mirage 2000-ները փոխանցի Ուկրաինային։ Դեսաու ընկերության կողմից պատրաստված նախաձեռնությունը կարող է պաշտոնապես ներկայացվել նախագահ Մակրոնի
Հայաստանի կողմից ապրիլի 24-ին Աթենք կատարելիք այցի ժամանակ, հստակեցնում է մամուլը։ Խոսքը ուկրաինական կողմին 43 ինքնաթիռ փոխանցելու մասին է, ներառյալ 24 միավոր Mirage 2000, 5 և 19 դուրս գրված Mirage 2000 EGM, BGM համալրող մասերի հետ միասին։ Փոխարենը ֆրանսիական կողմը առաջարկում է մատակարարել համապատասխան քանակությամբ Rafale կործանիչներ զեղչված գնով։ Գործարքի վերջնական պայմանները և տեխնիկայի արժեքը կորոշվեն բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում։ Իսպանիան իր հերթին հայտարարեց Ուկրաինային ռազմական օգնության մեծ փաթեթ տրամադրելու մասին։ Այս մասին հայտարարեց երկրի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսը Կիև կատարած այցի ընթացքում։ Սպառազինության փաթեթը կներառի 100 Vamtag զրահապատ մարտավարական մեքենա և 155 մմ հրետանային զինամթերք։ Մատակարարումները նախատեսված են այս տարվա մայիսին։ Երկու երկրների ներկայացուցիչները նաև համաձայնության են եկել ընդլայնել համագործակցությունը ուկրաինական դրոնների արտադրության և հակաօդային պաշտպանության համակարգերի մշակման ոլորտներում, որոնք կարևորագույն ուղղություններ են Կիևի համար։ Սա ներառում է նախկինում դադարեցված համակարգերի արդիականացումը և դրանց արդյունավետության բարձրացումը։ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը ընդգծել է, որ Կիևը ակնկալում է հետագայում խորացնել երկկողմ համագործակցությունը։ Այսպես հասանք ռազմաճակատի թվերի մեր եթերի այս հատվածին։ Նախորդ 2 օրերին ռազմաճակատում տեղի է ունեցել 390 մարտական բախում, որոնց ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը լիկվիդացրել են ևս 2240 օկուպանտի և նրանց 3449 միավոր տեխնիկան, տրանսպորտն ու սպառազինությունը։ Ուկրաինական գլխավոր շտաբը նաև հայտնել է, որ լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր լուսանկարներով և տեսանյութերով արձանագրված տվյալների համաձայն լիկվիդացված օկուպանտների թիվը հասել է 1,322,550-ի։ Ռելիզները ձեր էկրաններին են, ամենաակտուալը դա աջ կողմի ռելիզն է։ Նախքան մեր եթերը շարունակելը նորից հիշեցնեմ ձեզ, որպեսզի ովքեր դեռ չեն օգտվել YouTube-ի գործիքներից, օգնելու մեր հաղորդման տարածմանը անպայման դա խնդրում եմ արեք, դրեք լայքեր և եթե հնարավոր է տարածեք սոցիալական ցանցերում, դա կօգնի մեզ ռուսական քարոզչության դեմ պայքարում։ Ինչպես արդեն բազմիցս ասել եմ, սա մեր պայքարի միջոցն է և ամեն մի նոր լայք կամ եթերի տարածում դա փամփուշտ է ուղղված ագրեսիայի դեմ, որը Ռուսաստանի դիկտատոր Պուտինը սկսել է մեր դեմ։ Իսկ ես առիթից օգտվելով ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր ամենօրյա օգնության համար։ Ռուսաստանում տնտեսական ցուցանիշների զգալի վատ թարացմանը զուգահեռ կտրուկ վատանում է նաև ժողովրդագրական վիճակը։ Ինչպես գրում են ռուսական լրատվամիջոցները, ագրեսոր երկրում արտագաղթի նկատմամբ հետաքրքրության կտրուկ աճ է գրանցվել։ Սա տեղի է ունենում երկրի ինտերնետային սահմանափակումների խստացման ֆոնին։ Որոնողական հարցումների վիճակագրության հիման վրա կարելի է եզրակացնել, որ արտերկիր տեղափոխվելու վերաբերյալ դիմումների թիվը Ռուսաստանում հասել է առավելագույնին 22 թվականի աշնանային զորահավաքից ի վեր։ Բացի սահմանափակումներից հանրային տրամադրությունների վրա զգալի ազդեցություն է թողնում կենսամակարդակի անկումը, ինչպես նաև ուկրաինական հարվածները Ռուսաստանի խորքում։ Ի դեպ, ինտերնետը արգելափակելու Պուտինի որոշումը զայրացրել է նույնիսկ բռնապետին լոյալ շրջապատին։ Ռուսաստանում ակնհայտ է դարձել էլիտաների պառակտումը Կրեմլի վերջին որոշումների պատճառով։ Ամենամեծ դժգոհություն առաջացրել է Մոսկվայի որոշումը ինտերնետային հատվածում սահմանափակումների և արգելափակումների վերաբերյալ, ել չասեմ հարկային սահմանափակումների մասին։ Վերջին շրջանում նման քաղաքականության քննադատություն է նկատվում նույնիսկ ռուսական մամուլում, որը սովորաբար առավելագույնս լոյալ էր Կրեմլի և Պուտինի նկատմամբ։ Իսկ Ուկրաինան ակտիվորեն ընդլայնում է իր պարենային ներկայությունը Աֆրիկայում։ 26 թվականի ապրիլին Գանայում բացվել է առաջին ագրոհաբը հացահատիկ Ուկրաինայից նախաձեռնության շրջանակներում։ Այս ծրագիրը ուղղված է աղքատ երկրներում սովի կանխարգելմանը։ Լոգիստիկ կենտրոնը ապահովում է ուկրաինական հացահատիկի և վերամշակված արտադրանքի կայուն մատակարարումներ, նպատակ ունենալով ավելացնել արտահանման մասնաբաժինը, որն արդեն գերազանցում է 5%-ը։ Նախաձեռնությունը ուղղված է սովի դեմ պայքարին, սննդամթերքով ապահովելով Եթովպիան, Սուդանը, Սոմալին և այլ երկրներ։ Սա վերամշակման և բաշխման առաջին պարենային բազան է, որն ապահովում է ուղղակի մատակարարումներ։ Ուկրաինան ձգտում է ագրոարտադրանքի արտահանման հսկայական աճի, փոխելով աֆրիկյան երկրների հետ առևտրի փիլիսոփայությունը։ Հիմնական ցորեն ստացողները մնում են Եթովպիան, Սուդանը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Սոմալին, Եմենը, Քենիան և Նիգերիան։ Հաբի ստեղծումը թույլ է տալիս զգալիորեն նվազեցնել լոգիստիկ
լոգիստիկ ռիսկերը եւ ամրապնդել տնտեսական կապերը։ Ահա այսպիսին է մեր Ուկրաինան, չնայած ծանր պատերազմին, երբ Ռուսաստանը փորձում է ոչնչացնել մեր հացահատիկը սկսած դաշտերից միջև նավահանգիստներ, Կիևը չի մոռանում աշխարհում օգնության կարիք ունեցողների մասին, իսկ ուկրաինահայերը փորձում են օպտիմալացնել համայնքային աշխատանքը, նույնիսկ պատերազմական ժամանակներում օրերս Զակարպատիայում տեղի ունեցան հայ համայնքի ղեկավարի ընտրություններ, Արսեն Մելքումյանը դարձավ մարզի հայ համայնքի նոր ղեկավարը, փոխարինելով Կարեն Ենոքյանին։ Իդեպ, ինչպես ամեն տարի, համայնքը նաև պատրաստվում է միջոցառումներ հայոց ցեղասպանության տարելիցին, տարբեր մարզերում սովորաբար թեմատիկ միջոցառումներ են անցկացվում։ Հայ առաքելական եկեղեցու ուկրաինական թեմի հայտարարությունում ասվում է, որ ապրիլի 24-ը հայ ժողովրդի համար հիշատակի օր է, երբ մենք ոգեկոչում ենք 20-րդ դարի մեծագույն ողբերգությունը, հայոց ցեղասպանությունը, արդեն ավանդույթ է դարձել մեր համայնքում, որ Կիևի սրտում, Խաչքարի մոտ հավաքվում ենք ամրապնդելու մեր հիշողությունը, աղոթքն ու միասնականությունը։ Ապրիլի 24-ին ժամը 17-ին Ֆյոդորովի 10 հասցեում ոստիկանության այգու հայոց ցեղասպանության նվիրված Խաչքարի մոտ տեղի կունենա Սուրբ նահատակներին նվիրված բարեխոսական կարգ, աղոթք եւ ծաղիկների խոնարհում։ Բացի Կիևից միջոցառումներ անցկացվում են հայ համայնքներում, որտեղ կան նման հնարավորություն, եւ բոլոր հայկական եկեղեցիներում աղոթք է հնչում, նույնպես Սրբոց նահատակած համար։ Իսկ մինչ Իրանում շարունակում են պատճառներ հորինել Ամերիկայի հետ բանակցությունների բացակայության համար, ԱՄՆ բանակը պատմել է, թե որքան արդյունավետ է եղել Իրանի ծովային շրջափակումը։ Թեհրանը պնդում է, թե Ամերիկայի հետ խաղաղ բանակցությունները կվերսկսվեն միայն այն բանից հետո, երբ Սպիտակ տունը դադարեցնի խախտել հրադադարը եւ վերացնի իրանական նավահանգիստների ծովային շրջափակումը։ Նախագահ Մասուդ Փեզեշքյանը կարծում է, որ Մերձավոր Արևելքում պատերազմի ավարտի պայմանների շուրջ ամերիկյան պատվիրակության հետ իսկական բանակցությունները կսկսվեն այն բանից հետո, երբ Ամերիկան կատարի իր բոլոր ստանձնած պարտավորությունները, հրաժարվի սպառնալիքներից եւ դադարեցնի հրադադարի խախտումը։ Համաձայնեք, սա նման է շիզոֆրենիայի, մի երկրի նախագահ, որը ահաբեկչության մեթոդներով հարվածներ էր հասցնում հարևաններին, երկիր, որն առաջինն էր սկսել կիրառել ծովային շրջափակումը, հիմա բողոքում է, որ ի պատասխան իրենց գործողությունների իրենց նույնպես շրջափակում են։ Ամերիկայի ռազմածովային ուժերը իրանական նավահանգիստների ծովային շրջափակման շրջանակներում, որը սկսվել է ապրիլի 13-ին, կանգնեցրել կամ ստիպել են փոխել կուրսը Իրանի հետ կապված 31 նավի։ Այս մասին հայտնել է Ամերիկայի զինուժի կենտրոնական հրամանատարությունը CENTCOM-ը։ Ամերիկյան տվյալներով ռազմածովային ուժերի կողմից կանգնեցված կամ կուրսը փոխած իրանական նավերի մեծ մասը նավթատար տանկերներ են եղել։ Նավերի մեծ մասը կատարել է ամերիկյան ռազմական հրամանատարության ցուցումները։ Միևնույն ժամանակ CENTCOM-ը ոչ հավաստի է անվանել լրատվամիջոցների այն տվյալները, թե իբր մի քանի առևտրային նավեր շրջանցել են շրջափակումը, նախորդին նման ապատեղեկատվությունից չէին խորշում նույնիսկ որոշ հեղինակավոր ամերիկյան պարբերականներ։ Իդեպ հենց Ամերիկայի ներքաղաքական պայքարն է ապակողմնորոշում անփորձ մեկնաբաններին, ովքեր կարդալով ներամերիկյան հրապարակումները փորձում են կազմել ընդհանուր պատկերը, բայց դրա համար կանգնենք, որպեսզի պատմենք, թե որ հրապարակումը ինչ նպատակով է արվում։ Ընդամենը մի քանի օր կենտրոնական հրամանատարության կողմից Իրանի շրջափակման վերաբերյալ բաց պաշտոնական տեղեկություն չկար եւ իսկույն հայտնվեցին ապատեղեկատվական լցոնումներ ուղղված Թրամփի վրա ճնշում գործադրելուն, այնպես որ եթե Թրամփը որևէ մեկին տանուլ է տալիս այս ճակատամարտը, ապա դա հաստատ իրանցի իսլամիստները չեն։ Դուք գիտեք, ես միշտ քննադատում եմ Թրամփին իր սխալների համար, բայց այս հարցում մենք տեսնում ենք, որ ամերիկյան ներքաղաքական պայքարը գերակայում է Իրանի շուրջ ստեղծված իրական վիճակի նկատմամբ, իսկ CENTCOM-ը իր հերթին ընդգծում է, որ ամերիկյան զինվորականները ունեն գլոբալ ընդգրկում, ամերիկյան ուժերը գործում եւ ապահովում են շրջափակման իրականացումը Մերձավոր Արևելքում եւ դրանից դուրս։ Այս ամենի ֆոնին Ամերիկայի Սենատը նորից ձախողեց Թրամփի Իրանի դեմ պատերազմը սահմանափակելու եւս մեկ փորձ։ Անցնենք մեր եթերների ձեր ամենասիրելի հատվածին, ուկրաինական հարվածների մասին ամենաթարմ տվյալներին։ Բերքարատ գիշեր էր այսօր, եթե կարելի է այդպես արտահայտվել, օկուպացված Ֆեոդոսիայում Ուկրաինայի պաշտպանության ուժերը հարվածել են նավթամբարին, օկուպացված Մելիտոպոլում հարված է հասցվել ենթակայանին, ապրիլի 23-ի գիշերը բարի դրոնները հարվածներ են հասցրել Ռուսաստանի Նիժնի Նովգրադի մարզի ռազմավարական օբյեկտներին, խափանելով նավթի մղումը Ռուսաստանի մայրուղային նավթամուղերով, արկա տեղեկատվություն
տեղեկատվության համաձայն հարվածի տակ է հայտնվել Կստովոյի մոտակայքում գտնվող Գորկի միջանկյալ նավթամղիչ կայանը։ Բազմաթիվ ոգևորիչ կադրեր արդեն հասանելի են մեր Telegram-յան ալիքում։ Գորկի միջանկյալ նավթամղիչ կայանը պատկանում է Տրանսնեֆտ Վերխնեյա Վոլգա ընկերությանը, այն հանդիսանում է Սուրգուտ Գորկի Պոլոցկ նավթամուղի մաս եւ իրականացնում է նավթի մղումը մայրուղային խողովակաշարերով։ Սա Ռուսաստանի նավթամղման խոշորագույն հանգույցներից մեկն է։ Դրա միջոցով հումնավթ է մատակարարվում նավթավերամշակման գործարաններին, որտեղից էլ ստացված նավթամթերքով ապահովում է ռուսական բանակը եւ նավթը ուղարկվում է արտասահման, իսկ այդ պատճառով Գորկի կայանը օրինական թիրախ է Ուկրաինայի զինված ուժերի համար։ Նաեւ այս գիշեր օկուպացված Ղրիմում պայթյունների շարք է որոտացել, ինչպես ասացի Ֆեոդոսիայի նավթաբազայում, որտեղ հարձակումից հետո հրդեհ է բռնկվել, ինչպես նաեւ Բելբեկի օդանավակայանի տարածքում Ռուսաստանի եւ օկուպացված տարածքների նավթավերամշակման օբյեկտների, նավահանգիստների եւ վառելիքի մղման կայանների վրա հարձակումները կրում են պարբերական բնույթ։ Նման հարվածները զգալի վնաս են հասցնում Մոսկվայի էներգետիկ հատվածին եւ անդրադառնում պետական բյուջեի եկամուտների վրա։ Ուկրաինական դրոնների հարվածների տակ է հայտնվել նաեւ Նովակույբիշևսկի նավթաքիմիական ընկերությունը, որն արտադրում է բաղադրիչներ տրածիլի, հեքսագենի, տետրիլի եւ պայթուցիկ նյութերի այլ տեսակների համար։ Նովակույբիշևսկի նավթաքիմիական ընկերությունը գազավերամշակման եւ նավթաքիմիայի ոլորտում Ռուսաստանի խոշորագույն ձեռնարկություններից մեկն է։ Գործարանը արտադրում է հումք պայթուցիկ նյութերի համար, այդ թվում բենզոլ, ֆենոլ, ացետոն եւ ալֆա-մեթիլստիրոլ։ Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդին կից ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի ղեկավար Անդրեյ Կովալենկոն ավելի վաղ հայտնել էր, որ այս բաղադրիչները կիրառվում են տրոտիլի, հեքսոգենի եւ այլ տեսակի պայթուցիկների արտադրության մեջ։ Այս ամենի հետ կապված Նովակույբիշևսկի այդ գործարանը նույնպես օրինական թիրախ է Ուկրաինայի զինված ուժերի համար։ Դե եթերի առաջին մասում ասացի, թե ինչ վիճակում է հայտնվել Ռուսաստանը իր սիրած նավթային ոլորտում։ Հիշեցնեմ, որ բոլոր տպավորիչ կադրերը մեր Telegram-յան ալիքում են, QR կոդը ձեր էկրաններին է, բաժանորդագրվեք, ովքեր դեռ բաժանորդագրված չեն, եւ առաջիններից մեկը տեղեկացեք ամենահետաքրքիր ռազմական եւ քաղաքական իրադարձությունների մասին։ Եվ հենց նոր Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հաստատել է հարվածը օկուպացված Լուգանսկի մարզում վառելիքով բարձված էշելոնին։ Ապրիլի 23-ի գիշերը Ուկրաինայի պաշտպանության ուժերը հարվածներ են հասցրել Ռուսաստանի զորքերի կարևոր օբյեկտներին ժամանակավորապես օկուպացված տարածքներում եւ մերձ ճակատային շրջաններում։ Հարվածների տակ են հայտնվել զենքի պահեսներ, վառելիքով գնացքը, թիրախների հայտնաբերման կայանը եւ դրոնների կառավարման կետը։ Ուկրաինայի ռազմական հրամանատարության տվյալներով մեր ստորաբաժանումները գրոհել են հետևյալ օբյեկտները՝ հրթիռը հրետանային սպառազինության եւ տեխնիկայի պահեստները Դոնեցկի մարզի Սարտանա ավանի շրջանում, վառելիքաքսուքային նյութերով բարձված երկաթուղային էշելոնը Լուգանսկի մարզի Վազնեսյանկովկայի մոտակայքում, P-18 ռադիոլոկացիոն կայանը Ղրիմի եւ Պատորիա քաղաքի շրջանում, օկուպանտների դրոնների կառավարման կետը Խարկովի մարզի Ստրելեչի բնակավայրի շրջանում։ Այսպիսով այս պահի դրությամբ ունեք ամբողջական պատկերը մեր հարվածների եւ հեռահար եւ միջին հեռահարության հարվածների։ Մինչ Պուտինյան ռեժիմը փորձում է նոր ահաբեկչություններ կազմակերպել Ուկրաինայում, այսօր օրինակ կանխվել է 2 ահաբեկչություն ուկրաինական դպրոցներում։ Պուտինի մոտ ըստ ամենայնի սկսվել է ծայրահեղ հուսահատություն, չնայած փորձերը սպանել ուկրաինացի երեխաներին առաջ անգամ չէ Պուտինի մոտ։ Եվ ինչպես հենց նոր իմացանք, Եվրոմիության խորհուրդը ապրիլի 23-ին գրավոր ընթացակարգով հաստատել է Եվրոմիության 21-ից 27 թվականների բյուջեի փոփոխությունները, որոնք թույլ են տալիս Ուկրաինային տրամադրել 90 միլիարդ եվրոյի վարկ, ինչպես նաև հաստատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը։ Ապրիլի 23-ի առավոտյան Եվրոմիության խորհրդում ավարտվել է Ուկրաինայի համար 90 միլիարդ եվրոյի վարկի եւ Ռուսաստանի դեմ Եվրոմիության պատժամիջոցների 20-րդ փաթեթի ընդունման գրավոր ընթացակարգը Եվրոմիության երկարաժամկետ ֆինանսական շրջանակում կատարված փոփոխությունները վերացրին վերջին իրավական խոչընդոտը ընթացիկ եւ հաջորդ տարիների ընթացքում Ուկրաինային 90 միլիարդ եվրո գումարի վարկ տրամադրելու համար։ Ռուսաստանի դեմ Եվրոմիության նոր 20-րդ պատժամիջոցների փաթեթը նույնպես հաստատվել է այն տեսքով, որը համաձայնեցվել էր դեռևս 25 թվականի փետրվարին։ Այսպիսով Եվրոմիությունը, որի գործունեությունը Պուտինը այդքան երկար արգելափակում էր իր գործակալների միջոցով, կրկնակի հարված հասցրեց Ռուսաստանին, թե Ուկրաինային տրված վարկի եւ թե Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների տեսքով։
Ռուսաստանի օկուպացիոն բանակը հավատարիմ մնալով իր հանցավոր ձեռագրին շարունակում է գրոհել Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքները, այս անգամ թիրախում դնեպր քաղաքներ։ Ռուս օկուպանտները ապրիլի 23-ի գիշերը զանգվածային օդային հարված են հասցրել Դնեպրի քաղաքացիական ենթակառուցվածքներին, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, ևս 10-ը վիրավորվել, նորից տանը քնած մարդկանց են սպանել։ Պուտինի զորքերը ռուսները հարվածել են Ժիտոմիրի մարզի երկաթողուն, նաև 1 կին է զոհվել։ Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատարության տվյալներով ապրիլի 23-ի գիշերը Ռուսաստանի օկուպացիոն բանակը Ուկրաինայի վրա օդային հարվածների համար օգտագործել է տարբեր տեսակի 155 դրոն, որոնցից մոտ 100-ը շահեդներ։ Ուկրաինական ՀՕՊ-ը խոցել եւ ճնշել է հակառակորդի 139 դրոնը, ցավոք արձանագրվել է 11 հարվածային դրոնի խոցում 9 տեղանքում եւ խոցված դրոնների անկում 4 վայրում։ Զելենսկին առաջին անգամ արձագանքել է Դոնբասը Դոնիլենդ վերանվանելու մասին, ապա տեղեկատվությանը Ուկրաինայի պետության ղեկավարը ընդգծել է, որ պաշտոնական բանակցությունների ընթացքում որևէ այլ անվանում բացի Դոնբասից, Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերից չի օգտագործվում։ CNN-ին տված հարցազրույցում նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է նաեւ, որ Թրամփը, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը եւ Հնդկաստանի վարչապետ Մոդին պետք է ռուս բռնապետ Պուտինին ասեն, որ ժամանակն է ավարտել պատերազմը Ուկրաինայի դեմ։ Միևնույն ժամանակ Զելենսկին ասել է, որ եթե մենք ուզում ենք ավարտել պատերազմը, ապա պետք է Պուտինին ասել, որ նա սխալ է։ Ես վստահ եմ, որ փոխզիջման վրա հիմնված երկխոսությունները Ռուսաստանի հետ չեն աշխատում, նշել է Ուկրաինայի նախագահը, պարզ ակնարկելով Թրամփին։ Դե եթե առաջ ասում էր, որ Թրամփը կարող է ավարտել պատերազմը, իսկ հիմա բացի Թրամփից նշվում են այլ անուններ, սա նույնպես ապտակ է Թրամփին, ինչը նշանակում է, որ նա չէ որոշողը։ Իսկ ռուսական մամուլը ոգևորվել է իրենց փոխարտգործնախարարի հայտարարություններից, որ դեկտեմբերին Թրամփի վարչակազմը Ռուսաստանին հրավիրել է մեծ 20-յակի երկրների սամիթին Մայամիում։ Երևի Թրամփը ուզում է իր տնով բարձրանալ Պուտինի առաջ։ Վերջը Թրամփը թոշակի գնալուց առաջ ցանկանում է մի օգուտ տալ Պուտինին, հանել շրջափակումից։ Ի դեպ ռուսական մամուլը նաև ակտիվ քննարկում է Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությունը Թուրքիայի մասին, միգուցե հույս ունենալով, որ նոր բանսարկություն կստացվի իրենց մոտ։ Ինչևէ, իրադարձությունները շատ են, հիշեցնեմ, որ օրը 24 ժամ գրեթե կարող եք տեղեկանալ ամենակարևոր լուրերի մասին մեր Telegram-յան ալիքից։ Այսքանով ավարտեմ մեր եթերը, շնորհակալ եմ, որ մեզ հետ եք, խնդրում եմ չմոռանալ լայքել եւ տարածել մեր հաղորդումները։ Կհանդիպենք շաբաթ օրը, ձեզ ամենայն բարիք եւ ամենագլխավորը անփորձանք։